Երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի սոցիալական ու իրավական զարգացման հիմնասյուներից է, այն ուղղակիորեն ազդում է հասարակության ապագայի վրա։ Հայաստանի համար այս թեման հատկապես կարևոր է, քանի որ երեխաների անվտանգության, կրթության, առողջապահության եւ հավասար հնարավորությունների ապահովումը ոչ միայն օրենսդրական, այլև պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է։ Այս համատեքստում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը եւ երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը խորագրով։ Երեխայի իրավունքների մասին գործող օրենքը ընդունվել է դեռևս 1996 թվականին։ Տարիների ընթացքում օրենսդրական փոփոխությունների է ենթարկվել, սակայն որպես այդպիսին ամբողջության համապարփակորեն չի ապահովում բոլոր խնդիրների համակարգային օրենսդրական կարգավորումները։ Կառավարության մեր գործընկերները մշակել են օրենսդրական փաթեթ, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումն ու ամրապնդումը միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման եւ երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով։ Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ժամանակն է լավարկելու նախագիծը, որն արդեն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է։ Բացելով խորհրդարանական լսումները նշեց ոլորտային հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը։ Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է երեխայի լավագույն շահի առաջնահերթության պարտադիր ապահովում եւ դրա կառուցակարգերի հստակեցում, երեխայի իրավունքի պաշտպանության համակարգում պետական եւ տեղական մարմինների լիազորությունների հստակեցում, համայնքում մասնագիտացված ստորաբաժանումների եւ մարզերում բազմամասնագիտական խորհուրդների ստեղծում, որդեգրման եւ խնամատարության գործընթացների բարելավում, երեխայի կարծիքը պարտադիր հաշվի առնելու գաղտնիքի պահպանման եւ դատավարության ժամկետների կրճատման միջոցով։ Ներդրվում են նաեւ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան շահագործելու եւ բուլինգի ենթարկելու հասկացությունները։ Կարգավորվում է նշված դեպքերում պարտադիրահազանգման ինստիտուտը։ Շոշափվում է մեր պետության ապագային ու ներկային միտված առանցքային եւ կենսական հարցերից մեկը՝ երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Սրանք արդեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքերն են։ Մենք այստեղ ենք քննարկելու ոչ միայն օրենսդրական փաթեթը եւ դրանից բխող որոշումները, այլ մի բան, որն ավելին է՝ մեր ապագան։ Մեր երեխաները մեր հույսն են, մեր վաղվա պայծառ գալիքի երաշխավորը։ Նրանց աչքերում մենք պետք է տեսնենք ոչ թե անպաշտպանություն կամ վախ, այլ անսահման հնարավորություններ եւ անսասան վստահություն։ Հենց սրա համար է, որ պետությունը եւ պետական մարմինները երեխաների իրավունքների պաշտպանությունը պահում են եւ շարունակելու են պահել ուշադրության կենտրոնում։ Երեխաների պաշտպանությունը պարզապես սոցիալական քաղաքականություն չէ, այն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության, անվտանգության եւ բարեկեցիկ ապագայի հիմքն է։ Թորոսյանի խոսքով մեր երկիրը վճռական հանձնառություն է ստանձնել երեխաների իրավունքների ներառման, արդարության եւ պաշտպանության սկզբունքների պահպանման հարցում։ Բարձր գնահատելով պետության կողմից իրականացվող ծրագրերը, նախարարը հայտնեց, որ երեխայի այլընտրանքային խնամքի շարունակական բարեփոխումների իրականացման արդյունքում շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե 5 անգամ կրճատվել է։ Նախարարը մի քանի վիճակագրական տվյալ եւս ներկայացրեց, այսպիսով 2018-ից 2025 թվականներին խնամատար ընտանիքներում գրանցվել խնամքի կազմակերպման ծավալի կտրուկ աճ, իսկ առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումների համատեքստում արդեն 2019 թվականի հուլիս ամսից մինչև 18 տարեկան բոլոր անչափահասների համար հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում։ Նշվեց նաև, որ կառավարության կողմից ներկայում իրականացվող 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրն էլ կնպաստի նոր կրթական միջավայրի ստեղծմանը։ Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանում մեծանա միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունը ավելի ուժեղ են, քան անտարբերությունն ու վտանգը։ Միայն խաղաղության պայմաններում կարող են կառուցել ուժեղ պետություն եւ ապահովել մեր երեխաների անվտանգությունը, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Հարգելի գործընկերներ, կարևորում եմ եւս մեկ անգամ նշել, որ այս օրենսդրական փաթեթի ընդունմամբ մենք անում ենք վճռական քայլ դեպի ավելի արդար, ներառական եւ երեխայակենտրոն Հայաստան։ Լսումներին ներկա էր նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին։ Նա ևս կարևորեց օրենքի նախագծի համապարփակ քննարկումն ու անդրադարձավ երեխաների պաշտպանության հարցում մի քանի առաջնահերթությունների։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը թեև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի մշակել, այնուամենայնիվ այն նաև այդ հաստատության հաջողությունն է։ Կառույցը բազմիցս բարձրաձայնել է երեխայի իրավունքների պաշտպանության տիրույթում համակարգային խնդիրների մասին։ Մանասյանի խոսքով թյուր են պատկերացումներ,
լսումներն այն մասին, թե մեր հասարակությունում երեխայի հանդեպ բռնության դեպքերը քիչ են։ Ըստ գերատեսչության ղեկավարի 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1011 քրեական վարույթ։ Տուժողների թվում են մինչև 12 տարեկան երեխաները։ Այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանը խոսեց ոչ միայն ֆիզիկական բռնության մասին։ Ես կուզենամ հատուկ արձանագրել նաև երեխայի նկատմամբ սեռական բռնության տարբեր դրսևորումները, որոնք այդ թվում առկա են մեր հասարակական միջավայրում, եւ ցավալի մի փաստ, որ ընդհանրապես այդ դրսևորումների արկայության պարագայում կամ ճանաչելի չեն այդ բռնության ձևերը, կամ հակառակը նույնիսկ ճանաչելի լինելու պարագայում շատերը նույնիսկ չեն էլ բարձրաձայնում դրա մասին դա որպես պարզապես խարան ընկալելով։ Կրթությունից դուրս մնալը լուրջ խնդիր է դարձել։ Ըստ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ներկայացրած տվյալների, ամեն տարի 6-ամյա շուրջ 3000 երեխա առաջին դասարան չէր հաճախում, զրկվելով պարտադիր կրթության իրավունքից։ Դպրոցահասակ երեխաների ընդունելության նոր կարգի շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել այդ թիվը։ Այսուհետ 6 տարեկանից բարձր երեխաները կսովորեն իրենց տարիքին համապատասխան դասարաններում։ Համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանություն ու որդեգրման ինստիտուտի բարեփոխում։ Սրանք արդեն այն փոփոխություններն են, որոնց անդրադարձան քննարկման հաջորդ մասնակիցները։ Ինչ եղանակով պետք է երեխայի համար անվտանգ առցանց միջավայր ապահովվի, ինչ միջոցներ եք ձեռնարկելու խնդրի լուծմանը հասնելու համար։ Նախ փորձել ենք խոսել առաջին անգամ էլի եմ կրկնում օրենքի մակարդակում անվտանգ միջավայրում երեխայի, այդ թվում նաև առցանց անվտանգ միջավայրում երեխայի խնամքն ու դաստիարակությունը ապահովելու հանձնառության մասին, ինչպես նաև պետությունը ասել ենք, որ իր մարմինների կազմակերպությունների միջոցով կստեղծվի առցանց, այդ թվում առցանց անվտանգ միջավայր։ Այստեղ արդեն մեր բնականաբար լիազոր մարմնի Բնականաբար տիրույթում կլինի մեզ հետ համագործակցելով ստեղծել այդ մեր պատկերացրած առցանց անվտանգ միջավայրը, այդ թվում նաև որոշակի հեռարձակումների տիրույթում ինչ-որ սահմանափակումներ կիրառելու եւ այլ ճանապարհով, այնպես ինչպես անում են որոշ երկրներ, երեխայի տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով։ Հայրության ճանաչման հետ կապված կեսաբանական հիմքեր են պետք։ Ինչպես է դա ստուգվելու, ինձ համար շատ հետաքրքիր է, արդյոք բոլոր հայրերը հետայսու ԴՆԹ տեստ են հանձնելու, եթե փաստացի ծնողը այլ մեկն է, ոնց է դա ստուգվելու։ Առանձնահատկություններ ենք սահմանել, որ հայրության ճանաչումը բնականաբար չենք կարող արգելել, երբ էկոյով է տեղի ունեցել, բայց մենք խոսում ենք շատ պարզ օրինակով բացատրեմ այնպիսի դեպքերի մասին, երբ օրինակ X կին կարող է ծննդաբերել եւ հրաժարվել եւ X տղամարդ ճանաչվի որպես հայր։ Մենք այս դեպքերում ասում ենք, որ այդ դեպքում ինքը ԴՆԹ անալիզ պիտի հանձնի եւ եթե հայրությունը չփաստվի, այդ դեպքում այդ ծախսերը չի հատուցի պետությունը։ Շուրջ 5 ժամ տևած խորհրդարանական լսումներին մասնակցեցին պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նշվեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է համատեղ եւ հետեւողական աշխատանք պետական կառույցների, օրենսդիրի եւ քաղաքացիական հասարակության համախմբված ջանքերով, իսկ լսումների արդյունքում բարձրաձայնված խնդիրները տեղ կգտնեն օրենսդրական փաթեթում։